Սարյանի 145-ամյակի տարվա վերջին նախագիծը վարպետի տուն թանգարանը նվիրել է մեծ գեղանկարչի կերպարից ոգեշնչված քանդակագործների աշխատանքներին։ Սարյանի կերպարը քանդակի արվեստում ցուցադրական նախագիծը ներկայացնում է քանդակի ազգային արվեստի տարբեր սերունդների հնչեղ անունները՝ Նիկողայոս Նիկողոսյան, Ղուկաս Չուբարյան, Խաչատուր Իսկանդարյան, Հակոբ Գյուրջյան, Գրիգոր Քեպինյան, Կարապետ Մեծատուրյան, Արա Շիրազ, Գետիկ Բաղդասարյան, Լևոն Թոքմաջյան, Սամվել Ղազարյան։ 16 քանդակ Սարյանի կերպարի 16 հեղինակային մեկնաբանություն, որոնց բազմազանության մեջ գերիշխում են Սարյանի անհատականության ինքնօրինակ նրբերանգներն ու նրա ոգեշունչ ստեղծագործական լիցքերը։ Առաջին անգամ է, երբ մեկտեղված է Սարյանին քանդակած հայտնի իր ժամանակի ամենաերևի նշանավոր եւ հայտնի քանդակագործների աշխատանքները։ Եվ այս ֆորմատով այսպիսի ցուցահանդես մենք չենք ունեցել։ Շատ տարբեր աշխատանքներ կան, նաև կան այստեղ էսքիզային աշխատանքը Լևոն Թոքմաջյանի, այն հայտնի քանդակը, որ գտնվում է Սարյանի պուրակում։ Ցուցադրությունն ամբողջանում է տարբեր ձևաչափի ստեղծագործություններով, Ղուկաս Չուբարյանի կոթողային գործերից մինչև Սարյանի մանրաքանդակը։ Հավաքական ցուցադրությանն իրենց ընտանեկան հավաքածուներով մասնակցել են ներկայացված հեղինակների ժառանգներն ու տարբեր թանգարաններ։ Միայն ազգային պատկերասրահը 6 գործ է ներկայացրել։ Ղուկաս Չուբարյանի գործերը նրա դուստրը Անուշ Չուբարյանն է տրամադրել, Վանանջ Շիրազը Արա Շիրազինը։ Հատկանշական է, որ քանդակագործներից շատերը Սարյանի հետ կապված էին նաև ջերմ բարեկամությամբ։ Նրա մասին իրենց հուշերն են թողել Նիկողայոս Նիկողոսյանը եւ Թոքմաջյանը, իսկ ցուցասրահում տեղադրված էկրանից հնչում են Ղուկաս Չուբարյանի հրաշալի պատմությունները վարպետի մասին։ Ցուցադրական այս նախագծում խտացել է ստեղծագործ Երևանի պատմությունը։ Մեկտեղվել են Սարյանի արձանի մրցույթին մասնակցած քանդակագործների գործերը, այդ թվում Ղուկաս Չուբարյանի, ուրեմն Սամվել Ղազարյանի, Արա Շիրազի, եւ դա պատմություն է, դա մեր քաղաքի պատմությունն է, դա միայն Սարյանի անհատականության մասին չի խոսք։ Եվ ինչպես եղավ, որ այո, այս արձանը շահեց եւ այսօր զարդարում է Սարյանի անվան պուրակը։ Սարյանի կերպարը քանդակի արվեստում ցուցահանդեսն ըստ էության վերածվել է հզոր անհատականությունների յուրօրինակ երկխոսության, որն արվեստասերները կարող են վայելել դեռ 3 ամիս, մինչև ապրիլի վերջը։ Նոնե Ալեքսանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։